Տեսողանություններ վայրացի պատմական Դավիթ Մինասյան։ Ես անսահմանսիրում եմ Վայոց ձորը, իմ հայրենիքը, ես հպարտանում եմ իմ Վայոց ձորով։ Ծնվել եմ Վայոց ձորի պատմական Երևան գյուղաքաղաքի տեղում այժմ գտնվող Հերեր գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ստացել եմ պատմական մասնագիտություն, միաժամանակ զինվորական անկյանում համալսարանի զինվորական կրթություն եմ ստացել եմ լեյտենանտի զինվորական կոչում, այնուհետև խորհրդային իրականությունում կուսակցական բացառում դպրոցի միջազգային հարաբերությունների բաժին եմ ավարտել, 70 թվականին ավարտելուց հետո գործողում եմ աշխատել եմ 10 տարի Շիրակի դաշտավայրում, Անիվի շրջանում, նաև Գյումրիում և դպրոցում և միջնակարգությունական հաստատությունում դասավանդել եմ 1985 թվականի մարտի 13-ին ինձ հրավիրեցին հայրենի շրջան, եկա այն ժամանակ ազգագրի կուշշկումներ, կուշշկումը 9 ամիս կյանքի եմ աշխատել, նրանից հետո ընդհանուր բաժնվարիչ, ինքև աշխատանքի եմ անցել Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որ հետագայում դարձավ հիմնական դպրոց, դարձել եմ հետո 91 թվականին այդ դպրոցի տնօրեն, հետո մանկավարժ, այնուհետև Վայքի և Երևանաձորի տարածքներում տեղաբաշխված բուհերի մասնաճյուղերում դասախոսել եմ պատմություն, գիտելիք համալսարանում Աբրահամ Սրբազանի այնտեղ ևս պատմություն եմ դասախոսել, մինչև 2022 թվականը աշխատել եմ 2022-23 թվականի լույս տարվա սկզբին ինքս ես դիմացի դուրս եկա ամռանը աշնանց սկզբի ամիսներին հայրենի գյուղում եմ Հերերում, բայց բնակվում եմ Վայքում, մեր հայկական լեռնաշխարհի հիասքանչ անկյուններից են, տարածքներից են, որը տվել է հայկականության վառ ռոմանտականություններ, հենց միայն Հովսեփ Վայոց օծվեցի 5-րդ տարին այդ մեծությունը, որը Վարդան Մամիկոնյանի հետ միասին հայոց լինելության համար Ավարայինի դաշտում հզոր պարսկական պետությանը մարդ ստիպեց պարսիկներին հետ մոկրկել, ճիշտ է նրան հետո նրան Պարսկաստանում սպանեցին և մի քրիստոնյա խուժիկ նրա մասունքները բերեց Հայաստան, մյուս մեր հանճարեղությունը, որը ծնվել է Վայոց ձորի Երևան գյուղում, մեր գիտության մշակույթի և դավանանքի մեծավոր դեմք Գրիգոր Տաթևացին, նա 7 տարեկան հասակում Հովնապոլով մեծ հետ միասին գնացել է Երուսաղեմ, այնտեղ բազմապատիկ գիտելիքներ ձեռք բերելուց հետո վերադարձել է հայրենիք և իր հզոր կարողություններին հարիր գիտելիքները տվել Երևանում մեծ օդա Աբրահամիսի և Տաթևի համալսարաններում, նա ծնվել է 1346 թվականին, մահացել է 1409 թվականի դեկտեմբերին, ապրել է 63 տարի, բայց մեր միջնադարյան մշակույթը նրա շրջերից այնպիսի գիտոնական ընթացք է ունեցել աչքատունի իրադրության օրոք, որ այսօր յուրաքանչյուր հայոց գործի երբ անցնում են մատանրահարչում, հպարտանում այդ հզոր մեծության արձանը, որ կանգնեցված է մեր միջնությունների մեծնով մարդուցից Քրիստոսի հետ միասին, դա մեզ անսահման հպարտության զգացում է։ Մենք անսահման պետք է հպարտանանք նաև Ստեփանոս Օրբելյանով մեր մեծ պատմիչով, Վայոց ձորի և Սյունիքի առիթ իմաստով հանրագիտարան անձնավորության մեզ մատուցածով, իհարկե մենք պետք է նաև անչափ կարևորենք Ռոշան Խարմատյան իշխանական տան վերջին շարավիղ հանդիսացող Իսրայելով, նա ծնվել է Բաբլոսում 1711 թվականի օգոստոսի վերջերին մահացել է Աստրախանում, երբ նա ամենայն հայոց կաթոլիկոսի հետ, որ հետ միասին գնացին կաթոլիկոսի հետ մահացավ, պատվիրակություն երկրադարձավ Հայաստան, բայց նա շարունակեց ճանապարհը գնաց եվրոպական երկրներ, բարձրացրեց Հայաստան ազատագրության խնդիրը, ու մինչև կապեր հաստատեց նա Պետրոսի մեծի հետ գնաց Պարսկաստան և ամեն կերպ նա ձգտում էր, որպեսզի հզոր ռուսական կայսրության աջակցությամբ մեր Վայոց ձորի, ինչպես նաև Սյունիքի, ես նկատում եմ անգեղապոթում, երբ նա գումարեց հայ ներիքների ժողով և մեր զինական ուժերի համախմբումով թուլացած պարսկական պետականության այդ իրականության մեջ ուզում էր Արցախյան Բախտակից եղբայրների հետ միասին Հասան Ջալալյանի կաթոլիկոսներ այնտեղ Աղավանոց կաթոլիկոսը նրանց հետ միասին վերականգնել Սյունիք Արցախյան անկախություն
ինչու՞ չէ նա ներքին ինքնավարությունը ավաղ բացավ, բայց հետագայում ինչն է հետաքրքիր 1728-1730 թվականներին Դավիթ Բեկետովի դասպարների գլխավորությամբ այստեղ անշապ կարևոր է եւ հետո այստեղ ես մի կարևոր նաեւ մեծությունների մասին գծում ասել մենք պետք է անսահմանապարտող խորհրդային իրականության մեջ մենք առաջին հայ գեներալն ունեցել Քրիստոֆոր Պալավեցյանը Հողովցին գյուղից որ հետագայում օտարավեզները աղավաղել անում օղբին են դարձրել Քրիստոֆոր Պալավեցյան Հովսեփ Վայոց ծննդավայրում ծնված մեծ առաջին խոտ է եւ իդեպ խորհրդահայ առաջին դոկտոր պրոֆեսոր Էլին Հայրնակիցն Աշոտ Աբրահամյան եւ ես երջանիկ ու բախտավոր եմ որ նրա ուսանողն եմ եղել 2 տարի եւ նա էլի համարյա թե չէր զիջում Ստեփանոս Օրբելյան իր հանրագիտակիտելիքներով եւ յուրաքանչյուր այլ ծոցու մեջ նա սերմանում էր անսահման սեր ու հայրասիրություն Բացի Պրոշաների եւ Օրբելյանների ուրիշ իշխանական տներ են իշխել Վայոց ուրեմն 9-րդ դարում Սյունի նախարարական բար Սերջուի ներկայացից ասած իշխանը Վայոց ծովը դարձրել է իր անձնական կազմվածքը եւ դերևս արաբների ոչ չթոթափած նա ամեն կերպ ամրապնդել է տարածքում դրդերը շինությունները պայմանները ստեղծել բրակցիան բարեկեցության որը ի համար ենքեր ծառայելու հետագայում այսպես ասել երբ պատահական չէ երբ հատեն 885 թվականում ագրատի ներկայացնից հարուց պետականություն այդ ժամանակ կառուցվեց գնդեվանքը մեր Վայոց ծովի մատանի լինելիության ակը ինչպես որ իշխանուհին ասել դուք արդեն այդ մասնիկ ասել եւ հետո հենց այդ ժամանակաշրջանում նրանք զորժան իսկ երբ արդեն 12-ից եւ 13-րդ դարերում վրաց հայկական միացյալ զինուշը ջախջախեց սելջուկներին եւ դուրս քշեց այդ ժամանակ նրանց զինակցում էին օրբելյաններն ու Ղաղբակյան Պրոշյանները եւ այդ ժամանակ նրանց ատուցած մեծ ծառայության համար Զաքարիայի եղբայրները դերեցին նրանց Ղաղբակյաններին եւ օրբելյաններին ժառանգական կապվածք իսկ այդ ժամանակ տեղում նրանք ստեղծեցին փաստորեն ինքնին իշխանության եւ այդ ինքնին իշխանության ասպարապետները Երևան գյուղաքաղաքում իշխող շահուրնեցիները մանավանդ Վահրամ Շահուրնեցին հզոր մի անձնավորություն էր եւ այնքան հզոր էր որ այդ ժամանակաշրջանում նրա հեծյալներն հետևակը Վայոց ծովի սահմանները բառից իմաստով դարձրել էին մի գոց ամրոց բաց էր հույրի բարեկամի առաջ բայց գոց էր ճշնամու առաջ եւ ինչն է հետաքրքիր եթե դուք ուշադրություն դարձնեք մեր Վայոց ծովյան շատ նշանավոր պաշտամունքային շինություններ եւ Արենիի Պաստվածածինը եւ մեր նորավանքը Մոնիկ Եսիանցի ստեղծած Էջերի վանական վարդապետի ստեղծած փաստորեն շարունակած Սուբսիոնի վանքը Շաշի եւ Մաթուխի կառուցած գետիկը եւ հետո Ցախած վանքը ինչպես նաեւ Զորաց վանքը 350 Հերմոնի վանական համալիրը եթե հիշատակեմ բազմաթիվ հենց օրբելյանների Ղաղբակյանների եւ Շահուրնեցիների հզոր ջանքի շնորհիվ եւ այնքան հզոր են եղել որ երբ արդեն Կարակորում իշխող Մանգուխանի մոտ գնացել եւ Մանգուխան խորհրդանքնությունը ցույց տվել եւ տեսել է հեծյալների հապկապը իդեպ Վայոց ծովյան ձիերը Էցելազոր համը ամտիր են եղել նույնիսկ մոնղոլները դրանից տարան խաչացել իրենց մոնղոլական ձիերի հետ իրենց հետևակի հետ միասին Էցելազորի հաջողությունը համանալը եւ ինչն է դարձել որ Մանգուխանը Վայոց ծովը հայտարարել եւ հրամանագրով ինջու, այսինքն անձնական կապված եւ ոչ մի մոնղոլ պաշտոնյա եւ ոչ մեկ իրավունք չունի մտնելու եւ հանձնել է օրբելյանների ու մեկ էլ Ղաղբակյան Պրոշյանների հոգացությանը եւ ինչն է հետաքրքիր 16 միլիոն կիլոմետր քառակուսի տարածքով մոնղոլական հասկան տերությունը Խաղողյանցից մինչեւ Ադրատիկ ծովը դեպած դաշնակցել է Կիլիայի 50,000 կիլոմետր քառակուսիով պետության հետ, հետումարկայի հետ, որովհետև միջնորդի դերակատարություն է ստանձնել Վայոց ծովի իշխանը եւ նրա կոպիտ ասած երաշխավորությամբ գնացել է Մանգուխանի մոտ
եւ Կիլիկիան դարձել է իր դաշնակիցը եւ մոնղոլական զորքը Կիլիկիան Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի զորքերի հետ միասին արևան մուսուլմանական տերությունների դեմ մարտերի ակտիվ մասնակցություն ունեցել եւ շատ բարձր գնահատվել։ Եվ հետագայում ասում վերջին դեսը հզոր փաստորեն ու մեր հպարտություն հանցող Իսրայելորին է Մարտիրոս գյուղից իշխանական այդ խաղաղության փոխանցի նկատի։ Իհարկե մեր Վայոց ձորի տարածքում իշխանական տների շարավիղները պահպանվել են։ Արենիում ապրող մի քանի գերտաստաններ օրբելյանների շարավիղներ են։ Երևանում ապրող բնիկները, ինչպես ժողովուրդն նրանց կլաներ անում, կլաները շահուղեցիների այդ կսել ճյուղերի ներկայացուցիչներ են։ Իդեպ շահուղեցիների իշխանական տունը պատմության ասպարից վերացել է, երբ նրանց վերջին ներկայացուցիչ աղջիկ եղել, Դաթելը ամուսնացել է օրբելյան իշխանի հետ եւ Երևանի հովիտը մինչև Մարտիրոսի գործեր տարածքը իր իշխանական տարածքը օժիտ է տարել, իսկ 15-րդ տարի 60-ական թվականին, երբ արդեն ակույնները, կարակույնները խժժություններ են գործում Վայոց ձորում եւ բավական դժվարություն կար, այդ ժամանակաշրջանում վրացական պետությունը համատական փառքով վիճակում էր եւ Վրաստանի տարածքում գտնվող վրացացած օրբելյանները իրենց հայազգի օրբելյան հարազատներին հրավիրում են դեպի Գուգարք եւ այստեղից մի քանի հազար իրենց արդեն հապատակներով գնում են դեպի Գուգարք եւ այդ ձևով օրբելյանները հիմնական տունը այստեղից այդ ձևով դուրս է գալիս։ Իհարկե Վայոց ձորի տարածքում եւս մյուս իշխանական տների շարավիղները մինչև 1603 թվականին եղել, երբ 1603 թվականին Շահ-Աբբասը մեծ սյուրդյունը կազմակերպեց 300,000-400,000 հայերի բռնագաղթեցրեց Պարսկաստան, որպեսզի Պարսկաստանի թուլացած տնտեսությունը զարգացներ, մանավանդ հայ վաճառականների կառուցում, երբ նա Ջուղայում փայլուն օգնության արժանացավ։ Ջուղայի հայ վաճառականները նրան սկուտեղով ոսկով լեցին, նվիրեցին եւ ամբողջ նրա հեծանազորի ճանապարհը օրգերում էին պատել եւ նա այդ հզոր անհատականություններին բնականաբար բարավ եւ նրանք այսօր Իրանի մեծ քաղաք մի ժամանակ նրանց մայրաքաղաքած Իսպահանի Նորջուղա Համաս քաղաք կառուցեցին կից եւ հսկայական դերակատարություն դեսան եւ այստեղից ես նաեւ ուզում եմ որ դուք ասացիք իշնշնորհենք Արենիցի մի քանի ընտանիքների շունել դեպի Պարսկաստանի խորքերն ու Ջուղա եւ այդ ժամանակ երբ Շահ-Աբբասը ինքը սկսում է արդեն այնտեղ գտնվող քրիստոնյաների բռնի մահմեդականացնել օրբելյանների շնորհավի հանդիսացող Իդեպ առաքել Դավիժեցին եւ մեր մեծ հայրենակից Աշտարբյանին հպարտության մտածին շշտում էր Շահ-Աբբասը երբ գալիս են որ Ջուղա իր արդեն ուղեկցողներով դուրս է գալիս Շահ-Աբբասի դիմաց եւ Շահ-Աբբասին խնդրում պահանջելու պես հրեաների վրացիների ես հայերին չմահմեդականացնել նախ Շահ-Աբբասը զարմացած երկրորդ ասում դուք տեսնում եք մեր դավանանքի առաջինը մենք կառուցել ենք եկեղեցին իհարկե ահերձներ կա մահմեդական այդ աճարաշինության հետ կապված են մստիկների բաներ Նորջուղային բաղկիչակնակ հանդեպ տեսնենք հանդեպ կա ինչպես օրինակ ասենք խորամանկ ձևով նայել օրբելյաններն ու խաղաղյանները Սիրանեսին դիմոնիկին եթե դուք Մոթելաշենի ոմկին նայեք այնտեղ արդեն տիրոջը պատկերել են մոնղոլական դիմագծերով իդեպ այդպիսի դիմագծերով մի քարաքանդակ կար նաև հայկական ծաղկում վերջերս ճիշտ ասած շատ բան կա Երևանի տգետ շինականի Բաքու ես կարողացա այդ քարաքանդակը գտնել եւ ես հայերի եկեղեցին հիմնավոր հոգնաշնորհիվ Աբրահամ Սրբազանի Վերբայոց եւ ամենայն հայոց կաթոլիկոսի ներքույր եկեղեցիների հատկացված միջոցներով գերմանացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ եւ իտալացիներ միջոցներ են հատկացրել եւ այդտեղ արդեն կա ինչ են ասում խելոք ձև եւ հետո այստեղ մի դեպք պատմեմ եւ ասել մեր լավ շտաբներն պատմել ինքը իրեն մեծ հայկականի ժամանակ սովետական կառավարության կողմից ուղարկվել է Իրանի տարածք եւ իդեպ մացել նրա շարքերի շնորհիվ Իրանի տարածքում հատված հայկական դպրոցը բացվել հայկական դպրոցները վերաբացվել փակվել էին իհարկե դա ոչ թե հայերի դերերված այլ Իրանի տարածքում թուրքալեզու դարձած պարսիկներին նորից պարսկացնելու խնդիր են հետապնդում դրա հետ կապված նաև փակել հայկական դպրոցներ երբ արդեն Աշտարբյանը գնում է այնտեղ Թեհրանի հայերը գիշերը որտեղ արդեն մտնում են հանգարցակի սենյակ եւ տեսնում են սովետական քաթանից մտան սովետական արդեն մտավորական է ոչ նորմալ հավաքապով սկսում է չափույթով կարծում եկել են սպանել չի ասում եք ես բան դիվանագիտական
համապատասխան հագուստ պետք է հագցնեն, որ շահը քեզ շահը գիտասար գեղեցիկ տղա եղել, Շվեյցարիա վերջացրած, դեռ բուն ավարտած, թելերի վերջին արդեն Պարսկաստանի շահ։ Եվ հագցնում են գեղեցիկ ֆրակով, սերթուկով, օշիկներով, եւ մի 50 պարսկական ոսկի են տալիս, ասում են երբ շահ քեզ ընդունի, դու ուշադրություն կդարձնես, եթե կանգնած վիճակում ընդունի, հարցը բարձրացնես։ Իհարկե, այս ժամանակ պետք է շահին դիմել, որ շահը թույլատրել Պարսկաստանի տարածքում հանգանակություն իրականացնել Սարսուչի Դավիթ Տանկային Շարասյան համար։ Երիտասարդ շահը համուտ եւ ուտ կանգնած ձեռք դրած սպասում է պարոն եկար պրոֆեսոր, խնդրեմ համեցեք, ասել են նախքան բացել ուզումները, խնդրեմ հարցույց բացել։ Ինչի են տեւներում հնապողություն են։ Դե ասում եմ ես մի պահ կարկամեցի, ասում եմ մարքսիստական տեսությամբ ես մեկնեի։ Գուցե իրեն վիրավորեի։ Նո ասում եմ շատ, ասում եմ ծիծաղեց, ինքը փայլուն ֆրանսերեն գիտեր, Աբրամյանն էր ֆրանսեր, ասում եմ ֆրանսերեն հաղորդակցելուն, ասում ասեց, լսում եմ, ես կընդառաջեմ, ինքը դրան որ խելացի մարդ է, պետք է խելոք ձևով խուսանավելով, ինքը ինձ պատասխան տվեց, դա հային հարիր էր։ Ինչ հարցեր կա, ասում եմ, ես մեկին խնդրում եմ, եթե հնարավոր է հայկական փակվածատոմսներ դրաբացեք, ասում եմ, ոչ մի խնդիր։ Հենց այսօր եմ ես հրաման կացակեմ հովատակ հայկական դպրոցները բացելու, եւ այդ կատարվում։ Եվ այդ ժամանակ ասում եմ դե որ եթե եկել է մի բանը ես եմ պատմել, ես Աշտաբյանն ինքն է պատմում։ Էլի դարձան մեր Արենիից։ Մեկ է։ Գին նկատմամբ հակում ունեցող, բայց այնտեղ հաստատված խաղող այն գիտությունը։ Շահ Աբբասը հերթական անգամ գալիս է տեսին, թե ինչպես է արդեն բարգավաճում նոր ջուղա, որովհետեւ Շահի Ղանձարանի ջուղայի վաճառական մետաքսի եւ պարսկական փաստորեն համույթների վաճառքով հսկայական գումարներ են դրել։ Եվ այդ ժամանակ գալիս է այն փողոցով, որտեղ արդեն ձիերի ցուցադրություն վաճառ կտրելն քեֆ լավ վիճակում հայրենիքից դուրս է գալիս, ախտանակ խոշոր նազանություն կոնում ձեռքցում սանձից բռնում են, ասում ձիթքել շատ մեծ եկավ։ Շահի արդեն ֆարաշն է, սրել անում ասում ասում որպեսի հրատրել ժամանացն սպասել։ Ասում արի գինը կտրեք։ Ասում վերջերք ասում քիչ գինով ես, ստափես։ Ես իմ մարդկանց ուղարկեմ, քեզ կբերեն իմ մոտ, չասում ինքով է։ Ենքան գինով ոչ իմ անում շահի, ասում է իրար հետ ընդհանուր հայտարարի կգանք։ Գալիս է սարսափ պատմում, ամբողջ հայությանը, թե հիմա ամբողջ հայության նկատմամբ, ընդերից քանամուսի դասը այդքան հիմա չենք։ Այն մեղվապահավոր մեղվից մեղր են տեսնում, երբեք այդ մեղվափեթակը չի ասում հակառակն ուրախացել, որ այդքան հայ համարձակությունի մոտի դեմն է կտրել, եւ գալիս է դու դինս սարսափի մեջ քնում է, արտանում ասում է սև արև ասում, գիտես ինչ ես արել, ու մետես բազար, ոնց շահի է։ Ու պահկարկանում ասում է, որ դինով չեն կանոնի, ասում է, ասում է, եկել են տան շուրջը պատատվեցին, քեզ հաջող թորը, ասել, տանել են շահի բանատ։ Ասում, դինը խելացիա չէ, այդինը։ Դինը գավը բերում, ասում է, տաց, մինչև ես խմել էցի, ասում է, դիքը լսում է, վերան հակում, գնում է շահի բանատ, տանում է հնտեղ, շահ տեղից վերեկենում, հոտերում է, ասում է, ձին բերեկներս, մուտքից արդեն լծում է, որ ուտեկել ասում է, դեպեր սակարկենք, նռում է, խոսի ասում է, երեկ ասում է, բլբուլ է երկտրել, վերջ է, ու մեկել ես մեր արենից հայնակից է, ձարք պարզում է գին գավաթին, սրիկա ասում է, երեկ ասում է, ինձ դարձել ու բիչնով կծել ես կրակը, դե հիմա ասում է շահին պատասխան, շահ դարձել զարմացած, ասում է, հայ, դարձալ ես դեմից զարմացվեցիր, այդմաց ասա, ով է քեզ այդպես ուղորդել, այդ խելաց հազավորությունը, ասում է շահնակացնում, չեմ թակցին, կինս է ինձ ասել, ասում է արագ գնացեք այդ մարդը կլաշում, ասում կնգոց ես քեզ չեմ կապում, ես ինձ սպան, կարծում է թե բերում բարին է, չէ ասում, Ղանձարանի արդեն պատասխանատին կանչում է, ասում է մեծ կշակ կբերեք, այդ հայուհին, կանգնեցնում են կշակի մի նժարին, արդեն սկսում են հանկարժեք հագուստներ և դառնել, ասում է արժան և դուք, այսինքն ինչու ես այդ ասացին, մեր վայրացորդները թեկուզ երբ որտեղ ինչ իրականության մեջ եղել են, այսինքն այդպես էլի, ու իշխանականարն են և դերակատարություն, և ինչն է տարքի օրինակ ասենք, տես իմ ծնդավայրը որոնք արդեն հիմնականում վերնացին են, եղել են Սյունաստան նախարարական արդեն հեծյալները, այդ հեծյալների շահավիրները հետագայում շատերը զինվորական մասնագիտությամբ և պատմատակպես մեր
1603 թվականին երբ արդեն Սյուրգյունն իրականացեց մեծ բռնագաղթ, 100-ից ավել գյուղերից Վայոց ձորում սպրտնեցին բռնագաղթից Խաչիկը, Միշիկը, Արինի մեծ մասը, Օվելյանների շարավորները և աղավնոցից ուրիշան Վայքյան տարածաշրջանում երերան երերեցիները, որոնք արդեն մարդիկները կարգելով գնացին իրենց են անտառի տարածքում գտնվող դժվար մատչելի վայրերը և ինչն է հետաքրքիր, մի մեծ քարայրում որտեղ նրանք ապստանցան, գիտեք ինչ անում, այդ բռնագաղթը շաբասանվում էր Սյուրգյուն, մեծ Սյուրգյուն, իրենք իմ այդ քարայրան համանեցին Սյուրգյուն, և ինչն է հետաքրքիր, այստեղ հաստատված աչկատունները հենց այդ ժամանակաշրջանում որին կցրեցին Դարալակյաց անվան, իժոմբարացյան կողմը, դա Արգյաց, այսինքն մանգիկ, սարերում և ձորերում, իսկ մեր պատմական տարածքը, մեր Հայաստանի տարածքը եղել է հնդ-եվրոպական լեզվաընտանիքի ժողովուրդների նախահայրենիքը, որտեղից դուրս են եկել գնացել, ասենք հնդիկներ իրենց հայրենիք, անգլիացիներ իրենց հայրենիք, ֆրանսիացիներ, բայց մենք և մեր հարակից տարածքում, որտեղ ևս հնդ-եվրոպական իրանական արիացիները, այդ արի, վայր, արև, արփի, արեգակ, արևիկ անունները նույն արմատն ունեն, և եթե մենք ինչ-որ մի բան մեջ ենք ասում ենք վայր, այսինքն արևիկ կողմցակաչում, և հենց այդ ժամանակ բանը մեր Վայքյան հրաշքան հարավից, որ Գորհայքից մինչև Սագարակը ծնվում 67 կիլոմետր, 64-67 կիլոմետր, պաշտպանում են Նախճիվանի իջվածքից մեր բնական սահմանները, 920 մետր Արենիի մոտ է, մեր ամենացածր վայրը, ամենաբարձր Վարդենիսի լեռան վրա, իսկ Վայքյան բարձր գագաթ, Վայոց-ձորյան բարձր գագաթ, գիտում եք Գոգին, 3121 մետր բարձրությամբ, իսկ Վայոց ձորի կենտրոնում չորրորդական ժամանակաշրջանի հրաբուխ Վայոց սարն է, որը ժայթքելով տարածքը փաստորեն լավաներով պատել է, բայց հետագայում այդ լավաների արգասիկ հանդիսացող քարերը ավազ այսօր շինարարական հզոր նյութ է և հենց մեր տարածքով արդեն գտել է Սևան 47 մետրանոց թունելի համար ամբողջ ավազը ցեմենտ հետ միասին այստեղից են տարել, այնպես որ իսկ այն որ մեր ժողովուրդը շատ հաճախ երբ հարցում է Վայոց ձոր անվանումը ժողովուրդը միամտաբար կապում է մոզի երկաշարժ հետ, իրականում դա երկաշարժ ոչ թե բանը հրաբուխ է եղել 730 թվական երկաշարժ կործանելը ոսկակ, որ 10,000 բնակիչներ մեր Վայոց ձորի մեծ իդեպ Ստեփանոս Սյունեցու ծննդավայրն է, մեծ հռչակավոր մեր գիտնական պատմիչի ծննդավայրն է և իդեպ Վայոց ձորի այդ Վայոց սարի մեջ մի փոքրիկ մատուռ վանք կա, ավազաքարից, այդ հրաբխաքարից պատրաստված և ինչն է հետաքրքիր, այդ ժամանակ Ստեփանոս Սորբոնի և մեր Կիրակոս Գանձակից մյուս պատմիչները ժողովրդացել վայ, իր թե վայի անտուր, բայց Չէ՞ որ խոսում Վայոց ձորցին 500 դար չէ, 450-454 մարդը այսօր պաշտոց զինակից է, այդ ոնց է նա 730-ի շանգում է, 500 դարի, հարաճի պես 200 դարի սկիզբը, այսինքն մեր տարածքի անվան իդեպ երիսյան նշանավոր հեղինակ կա, Սյունիքի դիցարանում, նա վայը մեկնում է հնդ-եվրոպական բառամթերքի արև բառից, վայ, հենց վայք, արևն էր, և այստեղից էր Վայոց ձորը, իդեպ Վայոց ձորի կենտրոնով հոսող արփագետը ևս արևաջուր է նշանակում, արփի, արևաջուր, 126-ից տարբեր մեկնություններ կան, մի մասը պտնում է Թեքասարից և տարբեր վտակներից արդեն 126-136 կիլոմետր երկարություն մինչև Արաքսթափերը և իր բազմաթիվ վտակներով երկու մեծ վտակներից մեկը Եղեգիսն է, Եղեգիսի կիրճովեկում, մյուսը Հերերի գետներ 28 կիլոմետր երկարությամբ, իհարկե բազմաթիվ, հետո մեր տարածքը նաև երկար հրաբխի բան հետ է կապված, որ աշխարհահռչակ հանքային ջրերով իր ջրերի որակով նա Կարլովայի ջրերինքի անգամ դերազանցնել ջերմուկի հանքային ջրեր են և այստեղ մի բաներ եմ ես ուզում շեշտել աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը երբ գալիս է Վայոց ձոր, շրջում է Վայոց ձորում, միացած գեղեցկությամբ անկրկնելի, գնում է ջերմուկ և այնտեղ նրան հարցնում է ինչ առանձնապես ձեր վրա մեծ տպավորություն թողեց, խնդրում է մի մեծ վրձին և յուղաներ,
ջերմ կիրճի խարացած տատքի տակ գրում է լատինատար արև, այսինքն արև է, դուք արև եք հայ իրականության մեջ և իրոք պատահական չի որ այդ ձորը ինքը ինչ-որ բանով զգացել, որ սա արևածորն է, արև է գրել։ Իդեպ հանճարև Ասխաֆիզիկ աշխարհաշատներ մեծ հայ գիտնական ուզում եմ ասեք Ասխաֆիտարան բյուրատնի ստեղծողը Վիկտոր Համբարձումյան մեծությունը շրջելով Հայաստանում ամենաշատ արևոտ վայրը գիտական մտածությունը պարզել է, որ Վայոց ձորն է, ասել են պատահական չի, որ արևածոր անվանն է և Եղնաձորի դուրս եկող ճանապարհը որ գալիս դեպի Վաչի կողմը ձախակեն բլուրները որ կա չէ, այդ հատվածի վրա նա եթե հանգամանքները չխանգարեին, որոշել էր կառուցել մեծ աստղադիտարան, որովհետև արևաշատ օրերը մեր մոտ ավելի շատ են և երկնքի պարզություն, մաքրությունը մանրախորների մոտ շատ քիչ են լինում։ Եվ այստեղից շարունակել է գիտական աստղության ոլորտը։ Եվ հետո այստեղ դրա հետ կապված են իհարկե արդեն միջոցներ հատկացված են, բայց եկել է պետք է ասեմ, երբ Արցախյան հարցի խնդիրներ արծարծվում, Գորբաչովը ամենքին փորձում էր դա թույլ չտալ։ Երբ Վիկտոր Համբարձումյանը ելույթ է ունենում, Գորբաչովը թափում է, ասում է Միխայել Սերգեյիչ, խնդրում եմ ինձ թույլ տաք, ես ձեզ նոր ասեմ։ Դուք կարող եք ասել անգլիացի հռչակավոր գիտնական դիտումի ժամանակ, ով է եղել Անգլիայի թագավոր, չգիտեմ։ Բայց դիտումի մասն ասում է գիտես, ասում եք ասնից դեպի մի քանի տարի կամ մի քանի 100 տարի մարդիկ դիմանան, ով է եղել Վիկտոր Համբարձումյանը, իսկ ձեր մասին ոչ մեկ չի մնա։ Եվ այդ ժամանակ իհարկե միջոցներ կար հատկացնել, որ պետք է այդպես էլ չարվեցին։ Կենսագրություն էր արդեն ասեմ Վայոց ձորի, որպես արդեն կրակ։ Ուրեմն 8-րդ տարում Սարդուրի երկրորդի ժամանակ 764-ից մինչև 735 թվականը մտել է ուրարտական Վանի թագավորության մեջ։ 6-րդ տարում Քրիստոսից առաջ Եղվանդուների թագավորության կարևորագույն տարածաշրջաններից է եղել։ 189 թվական Քրիստոսից առաջ Արտաշիսյանների օրոք, երբ կատարվեց Հայաստանի վարչական բաժանումը, Վայոց ձորի մարզը մտավ Սյունյաց աշխարհի մեջ, ինչը 420 թվական շատ կարևոր դերակատարություն է ունեցել իր դիրքով և տարածքով, բանալով ծնել այնպիսի հանճարեղության, ինչպիսին ոնց է Վայոց էր, իսկ դա բնական արդեն տարածքից էր, դասերությունից էր, իրականությունից էր։ Եվ հետո, նրանից հետո, երբ 420 թվական հայկական թագավորությունը վերանում է, մտնում է Հայաստանի պաշտպանության մեջ։ Պարսիկները որպեսզի Հայաստանի պաշտպանությունը թույլատնեն 570 թվականին Սյունիքը, այդ թվում նաև Վայոց ձորը, առանձնացնում են Հայաստանի պաշտպանությունից, միացնում են հայտակարանին, մտցնում են բասկական տարածքների մեջ, ծնկի բերելու համար։ Երբ արաբները 7-րդ դարի սկզբին զավթեցին Հայաստանի տարածքը, նրանք Արմենիա ելայություն ստեղծեցին, մտել Արմենիա ելայության մեջ։ 9-րդ դարի սկզբին, ես որ ասացի Վասակ, իշխանը Վայոց ձորի տարածքը դարձնում է իր անձնական կալվածքը։ Եվ հետո 1987 թվականի Բագրատունները, որովհետև արդեն այդ ժամանակ Սյունիքի իշխանավորները կապվելով Թավրիզի պարսկական ատրպատականի ենգրության հետ հասնորեն ձգտել են Բագրատուններից առանձնանալ։ Եվ այդ ժամանակ հզոր այդ գավառակ շրջանը վերցնելով տնտեսապես նաև ռազմական առումով թուլացնելու խնդիր է գտնում։ 1045 թվականին, երբ արդեն անի թագավորությունը վերանում է, ընկնում է փաստորեն սելջուկների, սկզբում Բյուզանդիայի, իսկ հետո քրդական արմատներով շաբաթին տերն է։ Բայց այստեղ հետաքրքիր բաներ են, Բագրատունի կրապետության գտնվելու ժամանակ, երբ արդեն Գագիկի շարժարներն ուղղակի թուլամոտ Հովհաննես Սմբատը եւ որ ավակ որդին էր, իսկ Աշոտը ռազմիկ էր, բայց կարգ այդպիսներ ավակ որդին պետք է լիներ, բնականաբար Աշոտ չէր կարող համակերպվել դրա հետ, իհարկե անի թագավորությունը, որ արդեն անչափ թուլացել էր, կիսում է երկու մասին։ Հովհաննես Սմբատին մնում է անում, բայց մնացած շրջակա թագավորության տարածքները Աշոտին մնում։ Երբ ըստ պայմանավորության, եթե Հովհաննեսը մեռներ, Աշոտը պետք է ամբողջ թագավորության թագավոր դառնա, բայց Աշոտը շուտ է մահանում։ Եվ այդ ժամանակ Հովհաննես Սմբատը հալածում է Աշոտի որդուն Գագիկին։ Գագիկ թագաժառանգ Գագիկին 1030 թվականին բերում են Վայոց ձոր։ Վայոց ձորի հայրենասեր իշխանավորները, ազատները նրան ապաստան են տալիս
Երևանի կապույտ բերդում, որ իդեպ ժողովրդի միջև այդ Գագիկ արքայազնանով Գագիկ բերդը կոչվում, իրականում դա 7-րդ դարիներ նշանավոր կապույտ բերդն է, Երերի դեպի արևելքում ու տարածքում, իդեպ այդտեղից էլ 1040 թվականին Վահրամ Պահլավին 300 ազատներով և տեղացի ազատների աջակցությամբ արդեն Հովհաննես Սմբատն հայցտո դառնում է 1049 թվականին ստացվում է հայոց գահին, Բաղրամյան վերջին արքաները, իհարկե հզոր անձնավորություն էր, եղածների հետ միասին և մի հետաքրքիր նաև աղերսեր կա։ Կապույտ բերդի ստորոտում գտնվող մի հսկա ժայռի վրա 1149 թվականին արդեն այդ աչկատուների խրձությունների ժամանակ ձորի բնակչությունը այնքան ինքնուրույն է եղել, որ այդ հսկա ժայռը հարթեցրել է Թավանանքին ընդգծված ձևով քրիստոնեական ամուր մնացած իրենց տարածքը ընդգծված ձևով պահել և այդ հսկա արձանագրությունը կար իդեպ Իվան Հայ Դիմադրության երրորդ հատորում Արխիպալյանի հայկական իրականության մեջ համնած իդեպ հետաքրքիր մի փաստ է Երևանի հետ կապված Երևան հերհեր մուտքի մոտ երկու խաչ կա, մեկը 1272-1274 թվականին Հայաստանի տարածքի 17,000 ներպատմական հուշարձանների գործող արդեն շինությունների մեջ հազվադեպ մի խաչքար է, այդտեղ պատմական չէ, ջրաղաց քար, այդպիսի խաչքար, ջրաղաց քար պատմականում մենք ուրիշ չունենք, դա մեր Վայոց-Ձորյանն է, և հետո Հերերի Սուրբ Սիոն, Վանքի, Սուրբ Հովհաննես եկեղեցին հազվադեպ ճարտարապետական շինություն է հայ ճարտարապետության մեջ, ինչպես որ մեր Որդելաշեն է իր մուտլաշյաններով Մոմիկի նորավանքին ամբիսրոս է, ուրեմն քառախորշ այդ եկեղեցու մեջ ոչ մի անդուն չկա, բոլորը կամարներ են Աստված եղած, իսկ մուտքը Օրբելյանների զինանշանն է, արծիվը Խոյե Մագիլը, ուժի իշխանություն։ Արապեսի վանքներ են, բայց անկյուններ կան։ Միակն է Սուրբ Հովհաննես, ազգագյուտ է Վայոց-Ձորյանն է, և իդեպ Վայոց-Ձորյանի մշակութային ինքնուրույնությունը արվեստի համար բոլոր ճյուղերում ունեն ձեռք շարժում, օրինակ ասեք, տեսեք մենք պատմական բոր, բայց փող գյուղ ունենք, հետագայում փող կոչվել, որը իդեպ դրանք Խոյսարմաց եկած խաչագողների շարժարներն են։ Իդեպ ի մեջ է խաչագողը արյուն կամ այդական կողմից, բայց խաչագողերը միայն փողում չեն հաստատել, փողում ազատակում Բալիշկայի մոտ 50% է, Լեռնաշենցների 60%-ը խաչագողերի շարժարներն են։ Իհարկե հետագայում Լեռնաշենից անցել է Կառնաշեն, պատմական Գուտենիից, նաև Երևանում, նաև Գերջուտում կա։ Հետո մեկ էլ, երբ 1828 թվական փետրվար 10 թվականին պայմանագրով ռուսները հաղթանակ տանելով պարսիկներին ստիպեցին, որպեսզի Արաքսի Զախափնյա արևելյան հատվածը իրենց տան, Վայոց-Ձորի տարածքում, ես որ քիչ առաջ ասացի, մնացել էր ընդամենը 5 հայաբնակ գյուղ, ռուսական իշխանությունների աջակցությամբ։ Վայոց-Ձորի տարածքում որջակալած քոչվորներից 17 բնակավայր ազատեցին Քեշքամը, ոչ թե Քեշիշքամը, այլ Քեշքամ, ներքևի գյուղ, Օրքամը, միջին գյուղը, Վաշքամը, Փաշալուն, Մարգիրոսը, Ազատակը, Գետափը, Եղիգիս քիչի մի շարք գյուղեր, Շապին բանը, Աղանդրազոր Երևան ազատեցին և այստեղ բնակվեցին։ Ուրեմն 5-ին գումարել 17 և ինչն է հետաքրքիր այստեղ նաև մի այլ առումով 1904 թվականի լուրջ ամսագրի 9-րդ համարում հիշատակվում է Վայոց-Ձորում Դարալագյազ Իրեվանով ասենք Դարալագյազի արդեն Շահու Դարալագյազի գավառում Դարալագյազյան հատվածում 5 շինական համայնք Եղիգնաձորի, Քեշքամի, Մարգիրոսի, Ալայազի, Մարգիրոսի և Խոշրուի այստեղ հետաքրքիր ևս բան ուզում ասել կարևոր առևտրական և ստրատեգիական նշանակալ և պատահական չէ։ Սուլեմայի, իհարկե ժողովուրդ հետագայում թուրքերի ազդեցության տակ թուրքալեզուների Սելիմ է կոչել, իրենց Սելիմի հետ են նույնացրել, Սելիմ թուրքական սուլթան, դա բացարձակապես կապ չունի և շնորհակալ ենք Էդվարդ Ղազարյանին, որ գեղեցիկ անունով անվանակոչեց Վարդենյաց Լեռնանցք և այնտեղ Չեսար
Օրբելյանի կառուցած հիասքանչ կարավանատունն է, անկրկնելի անզուգական գեղեցկությամբ, հիասքանչ բոլոր հարմարություններով են բանում, եւ հետեսեգերից։ Իհարկե, 19-րդ դարի վերջին մշակութային կյանքին բավականին զարկ է տրվել եւ ռուսական կայսրությունների շայրիսիներով արքունական դպրոցների բացել են Քեշտանում, որտեղ սովորել 50-ից ավելի տղաներ եւ ձեր սեռի գեղեցիկ ներդարձիչներ, այնպես որ հենց ի սկզբանե ներով ուսումնատենչ գեղեցիկ կանայքինցը եւ այսպես արդեն այնտեղ գործել են եւ սովորել են։ Իդեպ մենք հասարման պետք է հպարտանանք մեր Գալաձորի համալսարանում հայ իրականության մեջ առաջին գործակնությունական հաստատությունն է բացվել է 1291 թվականին Լեռնաշենի տարածքի վանքերում Սմբատապերտի հովանու ներքո եւ այնտեղ գործել է մինչեւ 1340 թվականները ունեցել է 3 տաղանդավոր ուսուցչապետեր, ներսես մշեցին, եսայի մշեցին եւ տիրատուրը։ Սաները կրթվել են 7-ից 8 տարի, ավարտելուց վարդապետական աշճան ստանալու համար ավարտական նաև շարժեն գրել ու պաշտպանել, իդեպ Գրիգոր Տաթևացին հանճարել վայոց ձորցին ասել են. «Մանավանդ խոսքը կմոռացվի, բայց գրավորը հավերժ կմնա, բերեք գրավորով ամրակայինք Աստծուց տրված, մեր շնորհը նաև մեր սերունդներին հաղորդելու կապակցությամբ»։ Եվ այսպես այդ բարձրացուցական հետո վայոց ձորի, Գլաձորի համալսարանի այդ ավանդույթները շարունակել են հանճարել վայոց ձորցին Տաթևի համալսարանի ուսուցչապետը, ինչպես քիչ առաջ ասացի, ոչ միայն Տաթևում, այլ Երևանում, Ագորիսում, Մեծոփայում եւ Տաթևում։ Այնպես շարունակական։ Եվ հետո այստեղ եւս մի կարևոր հանգամանքի մասին ուզում եմ շեշտել 1905-ից 1906 թվականներին ռուսական կառավարությունը երբ արդեն հայերի մեջ մանավանդ երբ արդեն 1905 թվականից ստիպված էր նորից թույլատրելու իր կողմից Նիկոլայ II կողմից փակված հայկական դպրոցները վերաբացելու ներքին կարգով որպեսզի հայ զանգված չմասացի 57 թվականի հեղափոխության խառնիճառանչ հետամնաց թուրքահայ աշխատողներին ուղղեց հայերի վրա հարձակումներ գործել։ Վայոց ձորի տարածքում մեր ազգային հայրենասիրական պայքարի մեծագույն դեմքեր են այստեղ, որոնք եկան Արևմտյան Հայաստանից, Քյորին, Հրաստամատ Կանայանը, տեղի զինուշի հետ միասին կազմակերպեցին պաշտպանությունը եւ Վայոց ձորը լինելով ավելի շատ մեծաքանակ այստեղ աշխատողների շատ քիչ զոհված շրջաններից է։ Եվ այստեղ հետաքրքիր նշել են հանգամանքը, հետաքրքիր նաև մի շատ է բերել ռուսական կառավարությունը ինչ-որ տեղի դեմք փրկելու համար կազգական զորամասեր մտցրեց Վայոց ձորի տարածքում, որպեսզի ինչ-որ տեղ կարգավորեր հերերի տարածքում եղել է կազգական 50-յակ հրամանտար ազգությամբ քրիստոնյա ուսը։ Մի սրբապից թուրք հայերին ասելու համար իր ոչխարի 25-30 գլուխ տանում բացի թողում եկեղեցու տանող։ Եկեղեցու քահանան Տեր Դավիթը գնում է մարգարեձեն, չուզում են որ բախում առաջանա, ասում է այդպիսի սրբապից արած, ասում է երի թողում։ Գնում է Յասաուլի թարգմանչի եկեղեցի Խաչատուր Դարբինյան։ Իդեպ մեր հայրենակից Արենեցի հրաշալի պատմության գիտակ, ինքնասենության պատմական չէ, բայց բանի Աշոտ Սիմոնյան հրաշալի է ամբողջ Վայոց ձորի վերաբերյալ մանավանդ Արենի ձորի վերաբերյալ ընտիր է գրում, նվիրված հայրենասեր անձնավորություն է, գնում է Յասաուլի մոտ։ Յասաուլին ասում է այդպիսի տխմար արարքելություն թուրքը։ Յասաուլը կանչում է իր մոտ քահանային, ասում է ձեզ ինչ հրավայում է, հավաքում են հայերին եւ խառնիճառանչ թուրքական հայերի ամբողջին, դրանց ներկայացնում սրբապից թուրքին, ասում է ով է եկեղեցու վրա ոչխար աստողել, դուրս է գալիս հաղթացել թուրքը, ասում է ես, ասում է նրան պարպեցրեք գետնին մեջքը բացեք, բացում են մեջքը, մի կազակ նստում է գլխին, մեկ ոտքերին, ասում է հերերցիներ, դուք բուրք ինչով եք չիպքում, ասում է գարմաշվելի ճիպոտով, ասում է գարմաշվելի երկու տանը ճիպոտ ներեք այստեղ, վերում է մի կազակ ասում է, ես յա գարմաշը, լայքով մեջքի վրա խթում է, ես թուրք բնական որ կոսակ հզոր հարված, էլ գարմաշը, մեջքը տաստեղ ավրակով բերքերը պասում, թուրք սողում է դեպի խաչը, խնդրում են իրենց շան եզվով խաչվասնում կադանալուսանը, հուրբանալուսանը, քայշել իրան, ասում է, խնդրում եմ աղաչում եմ պաղակներ մասում եք ես, ասա ուրել չեմ անում,
Յասալը հասնում ինչ որ 12 սպանի քելի հասան, ասում են, ես շուտ էսել գարբաշուն ապրակտեմ։ Շախմատի դաշտից մեջ կտրատում են եւ թուրքը սոխալով եւ գցում են ու նրանց դու ձորում եւ արդեն թուրքերը փորձել են հրաժարություններ անել, այդ ժամանակ ասել են իշե դեսյատ գարբաշուն։ Իսկ զորի ամենանշանավոր հայրասեր անձանցից մեկները Մարիշկեցի Սարբազ Խեչոն 5-ից 6 թվական հետագայում ցարական կառավարության թերփակալությունը բանտում հացավ, այդ քաջ անձնավորությունը, ուրեմն երբ Մարիշկայից նստում էր իր սպիտակ ազոր ձին յարացիկ հաղթամայր նայից մարդքեր բերել այդ ձին եւ բարձանում էր Երնաձորի դիմացին բարձր գագաթը, շիշ գագաթը։ Հետո այնտեղից նա վարվում էր դեպի վայքի երթակցության աշտարակի այդ գագաթը։ Եվ զորում գտնվող թուրքերը սարսափում էին, որ Խաչոն արդեն ձի վրա է, որ կգա բոլորին չասարախ կանի։ Եվ այդպես է, կարողացել։ Իհարկե 1918-1920 թվականներին վայրուձորն շատ ակտիվ մասնակցություն ունեցել, իդեպ երբ արդեն ամենայն հայոց կաթողիկոսի մեր այդ մեծ հայրասեր պարլամենտականության, երբ արդեն եկել էին առաջարկում դար քրական կամ Սևան, ասաց ես խաչ կդարձնեմ սուրբ զոհեն, սուրբ եկեղեցու աշճանների վրա, բայց չեմ թողնի սուրբ էջմածին բացվի եւ մեր ժողովրդի հրավերին իդեպ շատ մեծ մասնակցություն ունեցել մեր վայրուձորցիները այնտեղ իդեպ խորհրդային ժամանակահատված ակադեմիական հրատարակության 6-րդ հատոնում այնտեղ լուսանկար կա գրքի մեջ վայրուձորի կամավորներն են, որոնց գլուխ կանգնած եղել անսահման հպարտանանք մեր Տեր Գրիգորով Խանասորի արշավանքի հոգևոր առաջնորդով, որ թուրք զինվորների մղրտել է քրիստոնեական դավանանքով, ընդունել են հայկական անուններ, մասնակցել են հայ վրիժառուների հետ միասին քրդական մազերի ցեղի ոչնչացմանը եւ նրան անվանել են նոր Հովսեփ։ Այդ քաջ անձնավորություն եւ անսահման քաջությամբ դրսևորել եւ ինչ նետակի երբ արդեն Դանիել Փիրուգյանը ազգային ժողովին հերագիրը ուղարկել, որ թուրքերին սարսափատում ջարդել են, նրա հետ միասին այդ հերագիրը ստորագրել է մեր հայրենիցորցի Մարտիրոսի Դանիել Մարտիրոսյանը, մեր անսահման հպարտությամբ։ Այդ մարդին շատ ակտիվ մասնակցել մեծ երկիչ, մեծ կոմիտասի, Սամ, Գնդապետ, էլի մեր հայրենակից Մարիշկեցի, ես գիտակցաբար անում չեմ, որ Մարիշկեցի կատեն քեզ ասեն ով է դա, եղավ Սաներից եւ մեծ հայրենականին եւս վայրուձորքին շատ ակտիվ մասնակցություն ունեցել, ես ասացի որ առաջին խորհրդային գեներալ-մայոր Քրիստոֆ Ռոբերտյան Բրեստի մոտ ծանր վիրավորված կոնդուզիա ստացած վիճակում անգիտակցություն գիրքին եղել է հաղթահասակ, 2 մետր հասակով հաղթ դրամատ։ Իդեպ Բաղրամյան հրամասին շատ անսահման հպարտությամբ արտահայտվել եւ երբ համակենտրոնացման ճամփոն թողիկ բաները գերմանացիներ ծաղուց ամենքին ընդհանուր աշխարհում խորհրդային գեներալ Կարբիշևին դուրս է գալիս այդ հաղթ անձնավորություն ռուսկի մեկ հարվածով գերմանացի բարեկի ճակատից այնպես ասում տեղուտեղ վերնում է։ Այս սականեր հարցակում են վրայից ստում ծեցել նրան անջամահեն արել, իդեպ նրա արձանը հենց Արավելյան փողոցի վրա դպրոցի դիմացն է։ Այնտեղ այդ ճանապարհը կիսամքին կա հպարտությամբ։ Հայրական մեծ պատերազմի մասնակցել 7000 վայրուձորցի, մոտ կեսը զոհվել են, 2 վայրուձորցի եղել են խորհրդային հերոսներ, էլի հպարտանանք նրանցով, Վահիդ Լևոնյան, նրա կիսանդրին Արփի դպրոցի դիմացն է եւ Աղվան Բաբայան։ Իհարկե նա արմատներով Նախճիվանի տարածքից է 18-20 թվականի հայ թվականների ընթացքում հաստատել վայրուձորը եւ հպարտությամբ համարում էր վայրուձորցի։ Արցախյան հերոսամարտին եւս մեր վայրուձորցիները շատ ակտիվ մասնակցություն են ունեցել, ակտիվորեն մասնակցել են համարյա թե Արցախի տարածքի բոլոր մարտերին, անսահման քաջությամբ Խաչիկից ներառյալ մինչև Գոր հայքի ընկածը այդ տարածքներ, մերոնք ընդգծված եւ պաշտպանել են անգամ խորհրդային զինվորական աջակցություն ստացած թուրքերի տարածքին մոտ 12 կիլոմետր խորացել է 90 թվականին եւ միայն ռուսների ստիպով մերոնք այնտեղից դուրս եկան։ Այնպես որ մենք երբեք վայրուձորցիներս չենք կողքել։ Մենք անսահման հպարտությամբ պետք է մեր գալիք սերունդներին ժառանգենք, որ սահման քաջած զենք իրենց։ Շատ շնորհակալ եմ ձեզնից Սարիկ ջան, որ դուք լինելով ձորի նվիրյալ իմ համեստունակությունները օգտագործեք մեր հայրենակիցներին գուցե ոչ թե ինչ-որ նրանց նոր բան հաղորդելու, այլ իրենց իմացածը նորից իրենց
ներկայացնելու, հիշեցնելու համար, որ մենք ով ենք եւ ինչու մեր այս ձորը, որը եթե նախկինում տեսեք 4 թվականին ունեցել է 101 շեն, 1603 թվականին մնացել է ընդամենը 5 շեն, այսօր 54 է, փոքր եւ մեծ բնակավայր, հույս ունենք, որ ավելի կշենանա եւ որ բերանի հիշատակած 100-ից մենք կհասնենք 200 եւ ավելի բազմական չեն լքի հայերի բնօրյանը կմնան վայոց ձորում եւ վայք կշենացնեն։ Շնորհակալություն, Աստծո։ Խաղաղությունն էլ ելի մեզ խաղաղությունը ագրեսորով չէ պաշտպանում։ Խաղաղությունը ես պատահում սահմանքադրած խաղաղությունը զենքով է պաշտպանում։ Զենքով։ Խաչն զենք է։ Հիշենք, եթե մենք Սարդարապատում խաչն զենքը զուգակցենք, չենք հաղթի եւ Դանիել Բեկիրումյանի եւ Հովսեփ Ղարաբաղցու գլխավորությամբ եւ մահապարտների գունդը ամբողջովին սպիտակ սավաններով թուրքական տասնապատիկ երազանցում ուժի դեմ դուրս եկավ եւ ջախջախեց երբ արդեն թուրքական գնդակները դիպչում էին սպիտակ սավաններով ծածկված մեր մահապարտներին, նրանք սարսափում էին, որ այդ մարդիկ առնակորով, բայց շարունակում են իրենց վրա առաջնորդել։ Հենց միայն խաչի ու սրի զորությամբ ամենայն հայոց կաթողիկոսը հզոր ղեկավարությամբ եւ նրա հզոր հայրական օրհնանքով մենք փայլուն հաղթանակ։ Եվ պատահական չէ, որ Ստալինը հատուկ Գևորգ Չորոքյանը մեր կաթողիկոսի տեղապահին երբ 30 թվականին հայոց կաթողիկոսին խեղդամահ անելուց հետո մենք կաթողիկոս չունենք, ինքը կանչեց իր մոտ եւ իրավունք տվեց նորից վերստին հայոց կաթողիկոսին ստեղծել, որովհետեւ հայոց կաթողիկոսին տանկային շարժներ ստեղծել, ավիայստակ դիսկատրիգան եկեղեցին մեր հավատքունություն, պետականություն կուրսիպանը մեր ազգին պայրի եկեղեցին։ Վերեք մեր սրբությունների նկատմամբ երբեք քարջ չգցենք կամ նրա վրա ստեղ մտենք։